Կիբերհանցագործությունը հանցագործության տեսակ է, որը կատարվում է համակարգչի, հեռախոսի, համացանցի կամ այլ թվային տեխնոլոգիաների միջոցով։ Օրինակ, ձեզ կարող են ուղարկել բանկի կայքին նմանվող կեղծ հղում, ստանալ ձեր քարտային տվյալներ եւ գումար հափշտակել։ Սա ֆիշինգի տարածված օրինակներից է։ Կիբերհանցագործությունը կարող է լինել նաեւ օգտահաշիվ կոտրելը, համակարգչային համակարգ մուտք գործելը, առցանց խարդախություն եւ այլն։ Իսկ Հայաստանում նման հանցագործությունների թիվը արագորեն աճում է։ Ըստ պաշտոնական վիճակագրության 2023 թվականին արձանագրվել է 1236 կիբերհանցագործություն, 2024-ին 1474, 25-ին 1501, իսկ 2026 թվականի միայն առաջին 6 ամիսներին արդեն 1488 հանցագործություն։ Այսինքն կես տարվա ցուցանիշը գրեթե հասել է ամբողջ 2025 թվականի մակարդակին։ Իսկ ինչպիսին է այս դեպքերի բացահայտելիության մակարդակը։ Այս դեպքերով 23 թվականին ուղարկվել է դատարան 11 վարույթ, 24-ին 19, 25-ին 29, 26-ի առաջին կիսամյակում 12 վարույթ։ Առաջին հայացքից այս թվերը խիստ փոքր են արձանագրված կիբերհանցագործությունների ընդհանուր քանակի համեմատ, սակայն քննչական կոմիտեից պարզաբանել են, որ մեկ քրեական վարույթում կարող են միավորվել մեծ թվով հանցագործության դեպքեր։ Օրինակ, եթե նույն անձը հեռախոսային խաբեության միջոցով հափշտակում է 100 քաղաքացու գումար, վիճակագրությունում դրանք կարող են հաշվառվել որպես 100 առանձին հանցագործություն, մինչդեռ դատարան ուղարկվել մեկ քրեական վարույթի շրջանակում։ Ամենատարածված կիբերհանցագործության տեսակն է համակարգչային հափշտակությունը։ 2025-ի ամբողջ ընթացքում արձանագրվել էր 922 դեպք, իսկ 2026-ի առաջին կիսամյակում արդեն 942 դեպք։ Այսինքն իրավապահների հնարավորությունները մեծանում են, բայց միաժամանակ մեծանում է նաև կիբերհանցագործությունների մասշտաբը։ Բայց այս պարագայում մենք անելիք ունենք։ Հանցագործը տարբեր հնարքներով մոլորեցնում է մեզ, իսկ մենք էլ պետք է աչալուրջ լինենք ու կասկածելի հաղորդագրությունների ու հղումների հետևից չգնանք, որ չհայտնվենք խաբեություններից ուղղակում։ Մի հավատացեք ամեն անծանոթ կայքի, մի գրեք ձեր բանկային տվյալները ամեն տեղ եւ մի վստահեք կասկածելի համարներից զանգող բանկերի աշխատակիցներին։ Իսկ պաշտպանվելու առաջին քայլը պարզ է՝ չբացել կասկածելի հղումներ եւ չտրամադրել քարտային ու անձնական տվյալներ անծանոթներին։ Զգույշ եղեք։ Ավելի մանրամասն կարող եք նյութը ընթերցել փաստերի ստուգման հարթակի կայքում։